Բարի երեկո։ Հերթական բաց դրույթ էին բաց բալկոնի։ Քիչ առաջ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել է, թե կառավարության միջամտությամբ չեղարկվում է Հայաստանի բաժանորդների համար գիշերվա 12-ից մինչև առավոտվա ժամը 7-ը ջուրը կտրելու վիոլաջրի որոշումը։ Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ թե զբաղվում է երկրի տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական հարցերով, այլ պարզապես ամեն օրյա գործունեությամբ փորձում է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրողի քվեն մուրալ։ Ու ահա թե ինչու։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թոշակները 10,000 դրամով բարձրանում են։ Բոլոր պաշտոնյաները իրար հերթ տալով բոլորը սկսեցին դրա մասին խոսել։ Չեղան քննարկումներ, կառավարության նիստ չեղավ, որը նախատեսվում է վաղը, որտեղ նիստում պետք է քննարկվեր, այլ պարզապես կոնդի միլիոնավոր դրամներով վերանորոգված դաչայից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ լուրը։ Ու ահա թե ինչու, որովհետև վաղը կառավարության նիստին նա ներկա չի լինելու։ Որոշումը կայացնելու են, բայց ներկա չի լինելու։ Դափնիները, թե տեսեք, մենք թոշակը բարձրացրեցինք, Նիկոլ Փաշինյանը իր վրա չէր վերցնելու։ Դրա համար այսօր մինչև Լեհաստան մեկնելը հայտարարեց թռավ Լեհաստան, բայց քանի որ օրվա ընթացքում մեկ էլ անդրադարձան, որ լսիր, այդ թոշակի թեման ստվերում է ջուրը կտրելու վիոլաջրի որոշումը ու դրա համար այսօր ուշ երեկոյան ժամը արդեն բավականին ուշ է, այս ժամին հայտարարեցին, որ այդ որոշումը չեղարկվում է։ Ինչ վերաբերում է թոշակներին, այո, մեր թոշակառու տատիկները, պապիկները արժանի են շատ ավելի բարձր թոշակի, ոչ թե 10,000, ոչ թե 20,000, շատ ավելի։ Ու 25 թվականի աշտանը, երբ որ այս տարվա բյուջեի քննարկումն էր, մեր ընդդիմադիր պատգամավորների հարցադրմանը, որ եղբայր, դուք ամեն ինչ համար ծախս նախատեսել եք, բացի թոշակ բարձրացնելու, իշխանական պատգամավոր պաշտոնյա բոլորը փորձում էին մինավորել, որ անհնար է։ 25 թվականի դեկտեմբերի Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում էր, որ անգամ 1000 դրամով անհնար է բարձրացնել թոշակը։ Մի քանի շաբաթ առաջ հարց ու պատասխանին, երբ որ նրանց աչքն էին կողում, որ միլիոնավոր դրամների պաշտոնյաները պարգևավճար են ստացել, Նիկոլ Փաշինյանը սահմաններն անցավ, հայտարարելով, թե թոշակառուին 10,000 դրամ ավելացնելը ինչ է տալու, նա չգիտի ինչպես ծախսել այդ թոշակը։ Բայց այսօր պատահեց անակնկալը, որովհետև ընտրություններն են մոտենում։ Բայց այսօրվա բոլոր այդ հայտարարություններում չեղավ գեթ մեկ պաշտոնյա, որ թոշակը 10,000 դրամով բարձրացնելու մասին լուրը հայտնելուց հետո համեմատության մեջ դնի, թե այդ 10,000 դրամը որքան է համեմատական թոշակառուի նվազագույն զամբյուղին, այն առաջին անհրաժեշտության ապրանքների, որով նա սնվում է, որով նա գոյատևում է, որով նա ապրում է։ Չեղավ մեկը, որ համեմատի, որ միսը, որը շատ հաճախ չի գնում թոշակառուն, քանի 100 դրամով է ավելացել անցնող տարիներին, մեկ տարվա ընթացքում եւ անցնող տարիներին, մակարոնեղեն, որ ամենաշատն է թերևս օգտագործում, ձեթը, որ կենսական անհրաժեշտություն է, ձուն, որ կենսական անհրաժեշտություն է, կարակը, կաթնամթերքը, որ գրեթե ամեն օր, ամեն շաբաթ խանութներում թանկանում է, հացեղենը, որ ամեն օր, ամեն շաբաթ թանկանում է, մարդ մեկ շաբաթում եթե կանգնի խանութում ու ամեն օր հաշվի, թե առաջին անհրաժեշտության ապրանքներից այլ բան չեմ ասում, թե ամեն օր ինչպես այդ ամենը թանկանում, նոր կհասկանա, թե ուր 10,000 դրամը, ուր թանկացող ապրանքը։ Այդպիսին է այս իշխանությունը, ոչ թե երկրի տնտեսություն, սոցիալական կյանք, անվտանգություն, դիվանագիտություն, պաշտպանություն ու հազար ու մի տեսակ հարցեր, այլ մեկ բան՝ պոպուլիզմ հանուն 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների։ Իսկ ինչու վիոլա ջուրը այս վիճակում է, դրա մասին առանձին կանդրադառնանք։ Լավ մնացեք, լավ երեկո ձեզ։